Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մինչ իշխանական պատգամավորները ԱԺ ամբիոնից հայտարարում էին, թե նախկին նախարարը թալանել է, դատարանը դեռ պետք է պարզի 26 անշարժ գույքից որը ումն է, ըստ այդմ արձանագրի թալանի մասշտաբները։ Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանն ու նրա եղբայրը, գործարար Վահագն Մկրտչյանը, տարիներ շարունակ լարված հարաբերությունների մեջ են եւ անգամ չեն շփվում միմյանց հետ։ Այդ ֆոնին խիստ ուշագրավ է, որ գլխավոր դատախազության ներկայացած հայցում խոսքը գնում է Լևոն Մկրտչյանից եւ նրան փոխկապակցված անձանցից ինչ-որ գույքեր բռնագանձելու մասին, ներառելով լայնածավալ գույք։ Լևոն Մկրտչյանը պնդում է, որ պահանջվող գույքերի գերակշիռ մասը պատկանում է իր եղբորը եւ նրա ընտանիքին, որոնք բիզնեսով զբաղվել են դեռ 1990-ականներից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի եւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի դեպքերը ցույց են տալիս զինվորական ծառայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհամաչափ եւ հակասական մոտեցում պետական մարմինների կողմից։ Քննիչների տվյալներով Նարեկ Կարապետյանի ազգային բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդու նկատմամբ շարունակվում է զինվորական ծառայության պիտանիության հետ կապված նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից առաջին լուրերը ԵՄ-ին հայտնել են, որ վարույթը շարունակվում է։ Նույնաբովանդակ հայցով ժողովուրդ օրաթերթը դիմել է եւ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն ՀՀՊՆ-ն ժողովուրդ օրաթերթի հարցմանի պատասխան հրաժարվել է տվյալներ տրամադրել Հայկ Կոնջորյանի մասին։ Իսկ դատախազությունը պատասխանել է, թե ձեր հարցմանի պատասխան տեղեկացնում եմ, որ ՀՀ դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան։ Այս իրավիճակը ըստ հրապարակման բացահայտ անհամաչափ մոտեցում է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ազգային ժողովին ներկայացրել է իր 2025 թվականի գործունեության հաղորդումը։ Փաստաթղթում առանձնահատուկ շեշտադրվում է միջազգային համագործակցությունը, մասնագիտական պատրաստվածության բարձրացումը եւ քննությունների արդյունավետության ամրապնդումը։ Ժողովուրդ օրաթերթ ուսումնասիրեց հաշվետվությունը եւ պարզեց, որ վերապատրաստված քննիչները տարվա ընթացքում քննել են ընդամենը 1 քրեական վարույթ, 2 անձի վերաբերյալ, որը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Այսինքն, այն ուղղությամբ, որի շուրջ միջազգային աջակցությունն առավել ակտիվ է եղել, արձանագրվել է միայն 1 գործ։ Այլ կերպ ասած, լայնածավալ վերապատրաստումները չեն վերածվել տեսանելի համակարգային արդյունքների։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխանական մեծամասնության ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանի վերջին 4 տարվա հայտարարագրերը ոչ թե պարզություն են մտցնում նրա ֆինանսական դրության վերաբերյալ, այլ ստեղծում են մի շարք լուրջ հարցադրումներ։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրելով իշխանական падգամավորների պաշտոնական հայտարարագիրը պարզեց, որ 4 տարվա ընթացքում ոչ մի անշարժ գույք, ոչ մի նոր ներդրում, ոչ մի խոշոր ակտիվ եւ միայն 1 2003 թվականի արտադրության վազ մագնիշի ավտոմեքենա։ Միաժամանակ կանխիկ միջոցները 4 տարում աճել են շուրջ 7.3 միլիոն դրամով։ Միևնույն ժամանակ առկային վարկային պարտավորություններ 2022 թվականին 4.48 միլիոն դրամ, 2024 թվականին 5.48 միլիոն դրամ։ Այսինքն падգամավորը ունի վարկային բեռ, բայց նրա կանխիկ դրամական միջոցները աճում են։ Պատգամավորի կնոջ Մարիա Տանիկոյանի հայտարարագրերը ևս պարունակում են հակասական դրվագներ, կանխիկի աճ եւ մեքենաների արագ շրջանառություն։ Հրապարակ թերթը գրում է. Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ժամանակավորապես սառեցնելը դեպրեսիայի մեջ է գցել տիրադավներից ոմանց։ Այն առումով, որ ստեղծված անհարմար, օդից կախված իրավիճակն անորոշ ձգվելու է առանց հանգուցալուծման։ Մեզ պատմեցին, որ Վայոց ձորի տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը խորն կճախտի մեջ է, չի կողմնորոշվում ինչ անել։ Գրեթե նույն վիճակում է Արցախի թեմի առաջնորդը։ Պատերիմները խորհուրդ են տվել ժամանակավորապես Հայաստանից մեկնել, արտերկրում ապրելու, մինչև իրավիճակը որոշակյանա, սակայն տեր Աբրահամը շատ բիզնեսներ ունի, որոնք պետք է կառավարել։ Նա նաև անձամբ է հետևում որոշ հասարակական նախաձեռնությունների ընթացքին։ Հրապարակ թերթը գրում է. Ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում սկսվել են բազարները։ Բանն այն է, որ Փաշինյանը չի կարողացել անգամ ներկուսակցական կարծիքներն ու ուղղորդումները կանխել, եւ ընտրություններից հետո ոմանց ստացած ձայներն այնքան կասկածելի են եղել, որ ստիպված վարչությունում քննարկել են նրանց հարցը։ Հրահանգ է իջեցվել ոչ մի արտահոսք չլինի, որ չխայտարակվեն։ Այնուհանդերձ մեզ հայտնի դարձավ, որ առաջին հիսնյակում տեղ զբաղեցրածներից նախկին падգամավոր ԿՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանի մասով կասկածներ են եղել, որ նրա 336 ձայնը 38-րդ արդյունքը ազնիվ քվեարկությամբ չէ ձեռք բերվել, որ նա զանգահարել է տարբեր պատվիրակների եւ խնդրել իր օգտին քվեարկել, ինչն արգելված էր առաջին փուլում, ուստի որոշել է նրան հանել հիսնյակի ցանկից։
Հրապարակ թերթը գրում է. Իշխանությունը կառավարության ու համայնքապետարանների կողմից իրականացվող նախաձեռնությունների անվան տակ փաստացի սկսել է նախընտրական կաշառք բաժանել մարդկանց։ Հյուլագրակ համայնքից մեզ պատմեցին, որ համայնքապետարանի Արմինե անունով աշխատակիցը զանգում է գյուղացիներին ու ցուցակագրում տանիքի խնդիր ունեցողներին։ Հետաքրքրվում, թե արդյոք տանիքն ազբենդից է ու ասում է, որ այն փոխելու են։ Հրապարակ թերթը գրում է. որոշ տեղեկություններով սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ՔՊԻ վարկանիշը, չնայած քրտնաջան PR-ին, բարձրաստիճան հյուրերի, օրինակ Վենսի այցին, նաև բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելուն ոչ մի կերպ չի աճում։ Եթե ԿՊ-ն օրեր առաջ սպառնում էր ընդդիմությանը, թե թույլ չեն տալու Գյումրի 2, այսինքն հետընտրական կոալիցիաներ, ապա հիմա մարտավարություն են փոխել, փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ընտրողի վրա, նրան հիասթափեցնել ու հուսահատեցնել, որ նեշն չեն, իրանք արդեն հաղթած են, ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։ Իրինա Ատանյան, Օրագիր Նյուզ։